Երգչուհի Քրիստինե Պեպելյանն իր ինստագրամյան էջում որդու Արեգի մասնակցությամբ հաճախ է հոլովակներ հրապարակում, որոնց կարելի է լուռ ու հիացմունքով հետևել։ Փոքրիկի մեջ նկատվող գեղեցիկ մարդկային արժեքներն ու մայրիկի տված դաստիարակությունը հաճախ արժանանում են դրական մեկնաբանությունների։ Սակայն նրանց հոլովակներից մեկի մեկնաբանությունների բաժնում մի կին վիրավորել էր մայրիկին ու որդուն, գրելով հիմարներ։ Ի պատասխան Քրիստինեն նոր հոլովակ էր հրապարակել, որն առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։ Բայց ես ինքս ինձ հարց եմ տալիս ու մտածում եմ, տեսնես ինչը դարձավ պատճառ, որ կարող են մեծ ծոցյան, սիրուն ծոցյան, այդպես տգեղ բան գրել մեր մասին։ Չէ՞ որ մենք իրեն ոչ մի վատ բան չենք արել։ Ընդհանրապես մարդիկ, երբ որ քեզ չար խոսքեր ասեն, դու այդ չար խոսքերով չպատասխանես իրանց տալես։ Երբեք։ Ինչ են անում մեծ մարդիկ, որոնք որ փոքրերի դուրեկան չի։ Դու որպես երեխա, ասա մյուս երեխաների անունից, օրինակ ինչ ենք անում մենք, որ երեխաները ջղայնանում են մեր արածներից, մեծերի արածներից։ Որ բար խոսքեր են ասում։ Ամաչում են։ Մի քանի օր առաջ, երբ որ ես ու դու մի հատ վիդեո ենք նկարել, բոլորն այս լավ բաներ են գրել այդ վիդեոյի մեջ, շատ սիրուն խոսքեր են գրել, բայց այնտեղ մի հատ ծոցյակար, որ գրել էր, որ մենք հիմար ենք։ Ինչ չգիտեմ, ոնց էր գրել մեր մասին։ Ես զարմացա, որ ինքը մեծ ծոցյա էր, շատ սիրուն ծոցյա էր։ Ու ինձ թվում էր, որ ինքը պետք է բարի լինի, բայց ես չհասկացա մենք ինչ վատ բան էինք արել։ Ուրախ վիդեո էր ստացվել, բայց ինքը կոմենտների մեջ գրեց այն մասին, որ մենք հիմար ենք։ Ես օրինակ չեմ պատկերացնում, որ ես կարամ օրինակ իր բալիկի մասին այդպես վատ բան գրեմ, կամ ինչ-որ մի վատ բան ասեմ իրան։ Ինչու ասեց։ Ես չհասկացա։ Անկեղծ չհասկացա բանս։ Կարող է մի բան մենք սխալ ենք արել։ Կարող է ինքն ինչ-որ բանի վրա ջղայնացած է դուրը։ Կարող է ինչ-որ մեկ իրան նեղացրել է դուրը։ Ինքը ջղայն էր, դա էլ հնարավոր։ Այս մարդիկ երեխաներից բարի լինել պետք է սովորեն։ Որ սովորացնեն ոնց է պետք բարի լինել։ Տգեղ են արտահայտվել։ Դες ինչ հետաքրքիր մարդիկ են մեծերը։ Ուղղակի որոշեց, որ պետք է վատ վիրավորական խոսքեր գրի։ Հենց են առանց պատճառի։ Ու չլինես տենց որ մեծանաս։ Ու ես մտա իր էջ ու տեսա, որ իր ծնունդն է։ Արի շնորհավոր եմ իր ծնունդը բանս։ Ու մաղթեմ, որ ինքը բարի լինի։ Արի լավ խոսքեր ասենք իրան, միգուցե դա կփոխի իրան։ Արի մենք չանենք նույնը։ Ասենք իրան լավ խոսքեր։ Արի մենք իրան մի քանի օր առաջ էր իր birthday։ Happy birthday ասենք իրան։ Միգուցե այդ կողմն իրան, որ ինքը ավելի բարի լինի։ Happy birthday։ Ուզում եմ, որ դու բարություն սովորացնես այդ ծոցյային բանես։ Ուզում եմ, որ ինքը քեզանից սովորի աշխարհում ավելի բարի լինել։ Քո օրինակով։ Ուզում եմ ինքը հասկանա, որ հենց այստեղ չի կարելի վատ խոսքեր ասել մարդկանց։ Որովհետև վատ խոսքեր բոլորս կարանք ասենք, այնպես չի, որ մենք չենք կարա։ Բայց մենք չենք ուզում ասենք վատ խոսքեր, վիրավորական խոսքեր։ Մենք լավ խոսքեր ենք ուզում ասենք ու դրա համար հիմա կշնորհավոր ենք իր տարեդարձը, ուզում ենք մաղթենք, որ ինքը մի քիչ ավելի բարի լինի կյանքում, հատկապես երեխաների հանդեպ։ Ինչ կասես։ Շնորհավոր ենք։ Շնորհավոր ենք։ Մեզ happy birthday, մեզ վատ կոմենտներ գրող ծոցյա։ No, մի չի կարելի, մամա։ Ինչ չի կարելի կյանքում։ Ինքը կսովորի ասխալը։ Բարի տարեդարձ ասենք։ Բարի տարեդարձ։ Ուզում եմ, որ նայեք ու սովորեք ոնց է պետք է կյանքում բարի լինել։ Սիրելիս։ Դու լավ տղայս Ալեքսան։ Ես շատ եմ սիրում բալես։ Ընդհանրապես մարդիկ, երբ որ քեզ չար խոսքեր ասեն, ու այդ չար խոսքերով չպատասխանես իրենց։ Չպատասխանես վատ խոսքերով իրենց։ Նշենք, որ Քրիստինե Պեպելյանն ու որդին Արեգը հյուրընկալվել էին Հերմինե դիալոգ հաղորդմանը։ Քրիստինե Պեպելյանը խոսեց Ամերիկա տեղափոխվելու հարմարվելու մասին։ Ես չեմ մտածել հարմարվել չհարմարվելու մասին։ Հավանաբար այդ խնդիրը չեմ էլ դրել իմ առաջ։ Դրա համար երբևէ չեմ խորացել։ Ամերիկան ինձ համար նեղություն չէր։
Ես աշխատանքի բերումով, կյանքի բերումով շատ եմ գնացել եկել։ Չգիտեի, որ պետք է մնամ, շատ անսպասելի եւ արագ ստացվեց դա։ Հաջորդ թեման մայր եւ որդի հարաբերությունների կառուցման դժվարություններն ու հաջողություններն էին։ Նախորոք Արեգի դաստիարակության հարցում որևէ բան չեմ որոշել։ Ես դեռ շատ փոքր ժամանակվանից իրեն ասում էի. Արեգ ջան, պիտի պայմանավորվենք, տղաս, անում ես դու, անում եմ ես։ Ամեն ինչ պետք է լինի փոխադարձ։ Չես անում դու, չեմ անի ես։ Նա չի հասկացել, որ կարող է կամակոր լինել, չգիտի ձևը դրա։ Նա գիտի, որ լացով առաջ չի կարող տանել իր ասածը։ Ես իր հետ կապված ամեն բան վայելում եմ, որովհետև աշխատանքի բերումով շատ ժամանակ չեմ ունենում։ Խոսելով առօրյա ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկից Քրիստինե Պեպելյանն ասաց. Ես չգիտեմ հետո ինչ կանեմ։ Ես ոչինչ անել չեմ կարողանում բացի երգելուց եւ դասավանդելուց։ Անում եմ մի բան, որը սիրում եմ, որը ինձ դուրեկան է։ Ես բիզնես ուղեղ չունեմ եւ չեմ կարողանում բիզնես մտածել։ Ես չեմ ուզում ավելին ռիսկերի, տարատեսակ գործերի հաշվին։ Գնահատում եմ այն աշխատանքն, այն տարիները, որ ես չարչարվել եմ անունիս համար։ Պատրաստ չեմ իմ անունը մի կողմ դնել եւ անել անհասկանալի ինչ-որ բաներ։ Խոսք եղավ նաեւ հայ արտիստներից, Պեպելյանի կարծիքը այսպիսինն է. Մեկ-մեկ ինձ բռնում եմ այն մտքի վրա, որ հայրեր, որդիներ իրականության մեջ ենք։ Այս կռիվը, որ սկսում է, հասկանում եմ, մեծացել եմ։ Կան կատարողներ, որ ինձ շատ դուր են գալիս, կրեատիվ երեխաներ կան։ Կան նաև որոշները, որոնց կրկներքը նույնիսկ ի վիճակի չեմ լինելու լսել, անհնար է ուղղակի։ Նոր սերնդին եմ դիմում, մենք թոշակի չենք գնալու։ Քրիստինեն ցավով խոսեց նաև ներկայիս իրականության ոչ դահլիճային համերգներից եւ բլոգերներից։ Մարդիկ հիմա այնքան կարիք ունեն դահլիճների։ Մենք բոլորս տեղափոխվել ենք բանկետ հոլեր, ռեստորաններ, անպայման պիտի ուտենք երաժշտության ժամանակ։ Ոնց կլինի առանց ուտել նստենք։ Մենք լրիվ ուրիշ տեղ ենք հիմա եւ ինձ համար անհասկանալի է, ոնց կարելի է ինչ-որ մեկին սիրել, ասել այո, կարելի է գնալ այս մարդու համերգին ու տոմսերը պատվիրելուց ասել ինչ ենք ուտելու։ Ինչի համար է պարտադիր, որ ինչ-որ բան պիտի ուտենք։ Հիմա YouTube-ն ու մեդիաները մարդուն հնարավորություն են տալիս, որ մի օր արթնանան ճանաչված։ Երեխաների 80%-ը ցանկանում է լինել բլոգեր, չհասկանալով իմաստը այդ գործի եւ լրջությունը։ Չեն մոտենում դրան որպես աշխատանք։ Իրենց թվում է, որ բոլոր նրանք, ովքեր ունեն հեռախոս, պիտի մի բան նկարեն եւ դառնան բլոգեր։ Սիրում իրան։ Միշտ հիշի բալես, մենք ումից որ վախենանք, իրան չենք սիրի։ Եթե չար մարդ քեզի նեղացնի, ես բեկա չթողեմ։ Եթե մեկը քեզի ցավացնի, քեզ վիրավորի, Կպաշտպանես ինձ։